Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Պատմություն կա գրված, այսօղի վրա հավատ կա կանգնած։ Պատրաստվեք լավ փոփոխությունների, Գագիկ Ծառուկյանը քարոզարշավը մեկնարկում է Հարազատ Կոտայքի մարզից։ Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատահական չէ, որ քարոզարշավը սկսում է Հարազատ Կոտայքի մարզից ու Աբովյան քաղաքից։ Այլ կերպ չէր էլ կարող լիներ։ Նա այս համայնքի, այս մարզի հարազատ զավակն է, որտեղ յուրաքանչյուր ոլորտ, բազմաթիվ կառույցներ ու նախագծեր հենց իր անվան հետ են կապվում։ Հաղթական ոգի ու խանդավառություն ամեն քայլափոխի։ Մարդիկ հույսով ու հավատով են միանում ԲՀԿ առաջնորդի գլխավորած երթին։ Մինչև մեծ հանդիպումը աբովյանցիների հետ, նախ հազարավոր համակիրների հետ քայլերթն է Հարազատ քաղաքում։ Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ տարիներ է, ինչ հպարտությամբ ու պատվով է կրում անչափ պարտավորեցնող կոչումը։ Ջանք ու եռանդ չխնայելով, որ Հարազատ քաղաքը փայլի իր հմայքով դառնա սիրելի ամեն աբովյանցու, գրավիչ աշխարհի ամեն անկյունում ապրող հայի համար։ Ինչպես ամենուրեք, այնպես էլ այստեղ Գագիկ Ծառուկյանի հետ գրկախառնվողներն ու նրան իրենց սերն ու նվիրումը խոստովանողները անհամար են։ Յուրաքանչյուր քայլափոխի հազարավոր քաղաքացիներ են միանում Գագիկ Ծառուկյանի գլխավորած երթին։ Ոչ միայն հարակից փողոցներից, այլև հեռու ու մոտ պատշգամբներից ոգևորությամբ են հետևում երթին։ Սերն ու նվիրումն անշուշտ փոխադարձ է։ Գագիկ Ծառուկյանի դիմանկարից մինչև սրբապատկերներ, օրինակ, բարեմաղթանքներ ու համոզմունք ԲՀԿ հաղթանակով են պսակվելու հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները։ Մեզ են միանում մեր համակիրները, ծապելով ողջունում ենք ձեզ։ Սարկը քո սրտին և խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնվում, եկեղեցու սանգը մեր ձայն է, խաչի լույսը մեր ճանապարհը։ Հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին։ Հույսն ու հավատը սրտերում մեծով ու փոքրով մարդիկ մասնակցում են դեպի Աբովյանի բարեկամության հրապարակ ձգվող երթին, որին անդադար միանում են բազմաթիվ խմբեր մարզի տարբեր համայնքներից։ Շատ լավ բան ասած, որը կարևոր է, թող մարդիկ վստահ են, թող ձայնը տան, մենք էլ մեր ասածից մի բան էլ ավել պատրաստ ենք անելու, եւ հնարավորություն կա, եւ ցանկություն կա, եւ ուժեղ թիմ կա, եւ լավ ծրագիր ունի։ 1000 Ծառուկյան, 1000 Աբովյան։ Չկա մի վայր, որի կողքով անցնելիս մարդիկ չտան Գագիկ Ծառուկյանի անունն ու չնշեն նրա անգնահատելի ավանն իրենց քաղաքի զարգացման ու բարգավաճման գործում։ Այս ամենի թագն ու պսակը Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է, որի կողքով շարժվում են դեպի բարեկամության հրապարակ։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած բազմահազարանոց երթը անցնելով Աբովյանի փողոցներով հասնում է բարեկամության հրապարակ, որտեղ էլ նրան արդեն իսկ սպասում են եւս մի քանի հազար համակիրներ։ Ամեն մի սիրտ հիմա լույսով է լցված, խաղաղորը նոր հույսերով է գրված, իմ ու քո ձգնու երազով է կապված, առաջարկ Հայաստանը ապագայի դուրն է բացված, առաջարկ Հայաստանին, նոր սարկը քո սրտին և խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնվում, եկեղեցու սանգը մեր ձայն է, խաչի լույսը մեր ճանապարհը։
Հազարավոր համակիրներ հույսով հավատով հավաքվել են Աբովյանի բարեկամության հրապարակում։ Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Յուրաքանչյուր ընտանիք այսօր երազում է կայուն ու իր երեխայի համար անվտանգ երկրի մասին։ Խեղճացած է Հայաստանը։ Հայաստանը դրված է միակողմանի եւ ստորացուցիչ զիջումների առջև։ Մենք առաջարկում ենք խաղաղության մի մոդել, որը հիմնված է միջազգային երաշխավորների եւ միջազգային երաշխիքների վրա։ Պատերազմի եւ մահվան խորհրդանիշները չեն կարող մեզ մեղադրել պատերազմ բերելու մեջ։ Մենք ձգտում ենք խաղաղության, ներքին համերաշխության, սոլիդ իշխանության ձևավորման։ Այս անգամ կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը։ Մենք մեր առաջարկած մոդելով նպատակ ունենք փրկել Հայաստանի Հանրապետությունը, նրա ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Սուրեն Սուրենյանցը բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի ավանդը Կոտայքի մարզի ու հատկապես Աբովյան քաղաքի զարգացման գործում։ Ընդգծում ահռելի աշխատանքը, որ կատարվել է ամբողջ ընթացքում։ Պարոն Ծառուկյանը կարողացել է այս քաղաքը հսկայական տնտեսական ճյուղեր, սպորտը վերացնել եւ ցույց տալ մեկ մարդու օրինակով, մեկ համակարգի օրինակով, ինչպես են վերացնում երկիրը։ Մենք ունենք շատ ուժեղ եւ հուսալի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմքով։ Մենք ունենք շատ ուժեղ թիմ, որը կանգնած է պարոն Ծառուկյանի թիկունքին եւ որը զարգացման ճանապարհին է կանգնեցնելու Հայաստանը։ Եվ ուրեմն հունիսի 7-ին քվեարկում ենք համար 7-ին։ Թիմում մարդիկ են, որոնք արհեստավարժ են իրենց գործում, նվիրված մասնագետներ։ Նրանցից մեկը ԲՀԿ падգամավորության թեկնածու Արմեն Քոսակյանն է, որ խորությամբ գիտի քաղաքի հիմնախնդիրները։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ մեծ դրում է ունեցել պարոն Գագիկ Ծառուկյանը Աբովյանի եւ ամբողջ համայնքի զարգացման գործում։ Թվել կարելի է անվերջ սպորտի զարգացում, աշխատատեղերի ստեղծում, սոցիալական ծրագրեր, բարեգործություն, մարդկանց կողքին լինելու պատրաստակամություն, ոչ թե միայն խոսքերով, այլ իրական գործերով։ Իդեմս պարոն Ծառուկյանի ունենք հրզոր առաջնորդ, տասնամյակների փորձ, վճռական կամք եւ ամենակարևորը հստակ պատկերացում, թե ինչպիսի քաղաք ենք ուզում կառուցել առաջիկա տարիներին։ Պատգամավորության թեկնածու վաստակաշատ մանկավարժ պատմաբան Մետաքսիա Բաբայանը մեր ժողովրդի համար օրհասական այս պահին հենց Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի հետ է կապում վաղվա հույսը։ Ես չեմ կարող դիտորդ լինել, երբ արդեն 8 տարի է, օրեցօր մաշվում է իմ հայրենիքի հզորությունը, երբ այսօրվա իշխանությունների ապաշնոր քաղաքականության հետևանքով մի քանի պատերազմ տեսավ իմ հայրենիքը, կորցրեցինք Արցախը, հայրենազրկվեց Արցախցին, չեմ կարող դիտորդ լինել, երբ օրվա իշխանությունը անկարող է պաշտպանել իմ երկրի սահմանները, երբ ունենք օկուպացված տարածքներ, տնազուրկ արցախցիներ, Բաքվի բանտերում տառապող ռազմագերիներ։ Այս խառնակ ժամանակների տագնապը սրտում Գագիկ Ծառուկյանը կարողացել է իր շուրջը համախմբել հայրենանվեր ու պատասխանատու մարդկանց, ովքեր ներկայացրել են առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Հունիսի 7-ին մասնակցելով ընտրություններին դուք մեր երկրում իրավիճակ փոխելու շատ մեծ հնարավորություն ունեք։ Մի եղեք դիտորդ, մասնակցեք ընտրություններին եւ ընտրեք Բարգավաճ Հայաստանին, համար 7։ Ուզում եմ բեմ հրավիրել Աբովյանին նվիրալ, Աբովյանի պատվավոր քաղաքացի, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ ձեր Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը նախ երախտագիտություն է հայտնում հարազատ աբովյանցիներին
ջերմության ու նվիրումի համար։ Կատարած աշխատանքի լավագույն գնահատականը մարդկանց վերաբերմունքն է, որը պարտավորեցնում է անել խոստացածից ավելին։ Հարգելի սիրելի աբովյանցիներ, քույրեր, եղբայրներ, առաջին հերթին ուզում եմ հիսատե ձեզ ողջունել։ Շնորհակալ եմ ջերմության համար, ընդունելության համար։ Աշխարհում ոչ մի բանով չես կարող մարդուն զարմացնել։ Միայն վերաբերմունք, ջերմություն, հավատ։ Շրջում եմ Հայաստանով մեկ, քաղաքներում, մարզերով, գյուղերով, վարչական շրջանով, եւ այդ ջերմությունը այդ սպասելիքը ես զգում եմ, ես ավելի շատ պարտավորված եմ ինձ զգում, որ ես կարողանամ դա իրականացնեմ կյանքի կոչեմ։ Իհարկե կարող ենք, փորձ ունենք, հնարավորություն ունենք, կապեր ունենք, թիմ ունենք, ծրագիր ունենք, ժողով։ Միայն մնում է ձեզ, որ գնաք ընտրության, ընտրեք համար 7-ին, ու դա իրականություն դառնա օր-օրի, ժամ առ ժամ, անհնարին ոչինչ չկա։ Միայն պետք է ճիշտ մասնագետներ, ճիշտ մարդիկ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդը, անձը, գիտելիքը, սրտացավությունը եւ արդյունավետությունը։ Ես խոստանում եմ, ինչ որ ասել ենք, 10 անգամ ավելի շատ անել ենք։ Իմ սիրտը ցավում է։ Ես ուզում եմ լավ լինի, ժողովուրդը լավ ապրի։ Այսօր ում է շփվում ես, բոլոր ոլորտի ներկայացները ցանկանում են, որ իրենց մասին մտածողը լինի, իրենց մատից փուշանողը լինի, իրենց հնարավորություն տվող լինի, որ կարողանան այս վիճակից դուրս գան։ Բոլոր շրջանները ման գալով, տեղ չկա, որ մեկ ասի, Ծառուկյան, խոսք ես տվել չես արել։ Չկա այդպիսի բան, որը չկարողանամ, կյանքում խոսք չեմ տա։ Շնորհիվ եկեղեցաշինության սուրբ գործի համայն հայության համար Աբովյանը դարձել է ուրույն սրբատեղի։ Տարիներ է ինչ Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին դարձել է հավատքի, հույսի, միաբանության ուխտատեղի։ Գագիկ Ծառուկյանը հիացմունքով է խոսում աբովյանցիների մասին։ Սիրելի աբովյանցիներ, ուզում եմ սիրտս բացեմ ձեր հետ անկեղծ բոլոր ոլորտների մասին խոսել։ Դուք բոլորը գիտեք, որ ես հողու ջրի մարդ եմ, այստեղ եմ ծնվել, մեծացել, կայացել, իմ գործունեությունը սկսել եմ այստեղից։ Ես հպարտացել եմ իմ Աբովյանով, Աբովյան քաղաքով, աբովյանցիներով, աբովյանցիների ցավը տանեմ, կոռեկտ, համեստ, հյուրասեր, քրտինքով աշխատող, ստեղծող, համախմբված մարդիկ են, կարիք ունեն ուշադրության վերաբերմունքի լավ ապրելու, շատ փող վաստակելու, խաղաղություն լինելու, փայլուն ապագա ունենալու համար։ Ամենակարևորը իմացեք, որ դա կա, արդեն դա կա։ Ես երբ որ Աբովյանում Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցում էի, հիմնական ոչ թե ձևի համար, այլ իրոք ցանկացել եմ, որ իմ Աբովյանում հզոր, կարող եկեղեցի լինի, որ իմ Աբովյանին ավելի, աբովյանցիներին ավելի աշխարհում մեկ ճանաչում ունենան։ Ու Աստծո կամով, այո, ցանկացել եմ իմ սրտը, ստացվել այսօր տարեկան հազարավոր մարդիկ են գալիս Թուրքիից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, տարբեր տեղից մեր հայրենակիցները իրենց միջոցառումներն ուզում են կազմակերպեն Սուրբ Հովհաննես եկեղեցում, որ երբեք Հայաստան չեն եղել, Աբովյան չեն եղել։ Ամբողջ ամառվա ընթացքում հերթեր է կուտակում, երկու շաբթի մինչև Կիրակի օր տեղ չի լինում։ Այդքան արդեն ճանաչված է ամբողջ աշխարհում մեկ։ Եվ իրոք գալիս են շատ հիացած, տպավորված, հիշողությունների մեջ գնում են։ Հատիսի բարձունքն այս օրերին ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն քրիստոնյա աշխարհի ուշադրության առանցքում է։ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցումը ամենամասշտաբային նախագիծն է, որին ձեռնամուխ է եղել Ծառուկյան ընտանիքը։ Միասնության ու համերաշխության կոչ ընկած է նաև այս գաղափարի հիմքում։ Հարգելի սիրելի աբովյանցիներ, այսօր ես կառուցում եմ Քրիստոսի արձանը։ Ի ցույց աշխարհի, որ ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության նշան, որ մենք ամբողջ աշխարհի հայությամբ միասնական լինենք։ Մի կողմ դնենք ներքին թշնամանք ու ատելությունը, կարողանանք համախմբված լինենք, որ մենք միասին լինենք, բոլոր խնդիրները կարող են կարգավորել, չկարգավորվող խնդիր չի կարող լինել։ Մենք առաջի քրիստոնյա ազգն ենք։ Դա եւ հպարտություն է եւ մեծություն է։ Աբովյանում եւ Աբովյան շրջակա գյուղերում կես 2 տարվա մեջ հողատարածքները 10 տապատիկ թանկացել են։ $500 հողը դառը 50,000, չէ վաճառում։ Դա նշան է զարգացման, դուքները տեղը պահեք, մի վաճառեք, ավելի թանկը վաճառեք, կամ գործընկեր գտեք, թող ձեր հետ ներդրում անեն, որ մշտական բիզնեսի տեղ լինեք։ Էլ չեն ասելու Բրազիլիա, ասել են Աբովյան, Կոտայք, Հայաստան, ամենահզոր, կարող, Քրիստոսի արձանը։
Քրիստոսի արձանը նոր շունչ ու կենթանություն է տալու ոչ միայն հարակից համայնքներին։ Սա դառնալու է մեր տնտեսության զարգացման կարևոր գրավականը, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պատրաստվեք լավ փոփոխությունների, ժողովուրդ, ես օտիմաց բան չեմ ասում։ Ավելի շատ գումար եք վաստակելու, գործ եք անելու, փոքր ու միջին բիզնես եք զարգացնելու, տուրիզմով եք զբաղվելու, միլիոնավոր մարդիկ են գալու։ Դա բացելու ենք եկող տարի, դուք պատկերացրեք, քանի միլիոն մարդ է գալու։ Օգտվելու եք եւ դուք, օգտվելու են եւ տաքսիստները, հյուրանոցի տերերը, ներդրումներ են կատարելու։ Քաղաքը լիքն է լինելու։ Տուրիստները որ գան, միան Աբովյան եւ Կոտայք հադիշ չեն գնալու, այլ Սևանել են գնալու, Գյումրիեն են գնալու, Ջերմուկել են գնալու։ Եթե նորից եմ ասում, 10 միլիոն մարդ գա, 10 միլիոն, դուք պատկերացրեք ամեն մեկը $5,000 որ ծախսի, դա ես մինիմում եմ ասում։ Պատկերացրեք ինչ գումարա կազմելու, 50 միլիարդ փող է լինելու։ Մեր ժողովուրդը կարողանալու է գտնել կորսված հաղթանակների ուժն ու բերկրանքը, համոզված է Գագիկ Ծառուկյանը։ Մայիս ամսին կա կարևոր օր, որը մեր ազգային վերածննդի մեկնարկն է ազդարարելու։ Ժողովուրդ ջան, միշտ մայիս ամիսը եղել է մեր ժողովրդի համար հաղթանակների հպարտության օր։ Այսօր ցույց տվեցի, ես դա ասել եմ, մայիս ամսվան մենք ունենք օր, հույսի օր ունենք։ Դա մեր դպրոցականների վերջի զանգն է։ Օրինակ արդեն մտնում են կյանք, հասուն մարդիկ են, 18 տարեկան գնալու են ընտրության։ Մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք, որ այս տարի հունիսի 7-ին հնչի մեր ազգային վերածնունդի առաջին զանգը։ Եվ ընդմիշտ հիշվի, մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, որ առաջնային մենք պետք է ապահովենք խաղաղությունը, որ պետք է լինի երաշխավորած։ Բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք, անվտանգ մեր երիտասարդության համար, մենք կարող ենք հաղթարել խեղճությունը, հաղթարենք ներքին թշնամանքը։ Մենք հայ ենք, անկախ կուսակցական պատկանելությունից։ Բոլորս այս երկրում ապրում ենք։ Պետք է միասին մտածենք, քննարկենք, որոշենք, ով կարող է անել, ոչ թե դադար խոսքեր, այլ ռեալ իրական, որ իրականությունը համապատասխանում է։ Կախված է ձեզնից, մասնակցեք, համոզված եղեք, ով կարող է անել, նրանց այս ձայնը տվեք եւ պահանջեք։ Ես ինչ ասել եմ, մի բան էլ ավել անելու ենք։ Հայաստանը զարգացնելու եւ հզորացնելու ճանապարհին անելիք ունի յուրաքանչյուրը։ Համերաշխություն, միասնություն եւ բոլոր նպատակները իրականություն կդառնան։ Այսօր իմ նպատակն ու ցանկությունն է, որ մեր ժողովրդի դեմքին ժպիտ գա, ժողովրդի դեմքին փայլ գա, այդ մտահոգությունից, այդ տուժտուգաններից, այդ վարկերից, որ բոլորը վերացվի, նոր էջից սկսեն, մարդկանց հնարավորություն տվի, որ մարդիկ կարողանան աշխատեն, ապրեն, դեմքներին ժպիտ լինի։ Նայելով ժողովրդի դեմքին ժպիտ չկա, բոլորը խնդիր ու պրոբլեմ ունեն, տրամադրություն չկա։ Ժողովուրդ ջան, իմացեք, որ աննարին ոչինչ չկա։ Ճիշտ մարդիկ, ճիշտ տեղերում կազմակերպել, հնարավորություն տալ։ Իսկ այսօր սովորական ժողովուրդը ամենագնահատող ժողովուրդն է, որ գնահատում է թեթևակի ուշադրություն, թեթևակի վերաբերմունք, հարգանք։ Դրա համար մենք բոլորս միասին պետք է իրար կողքի լինենք, որ մենք ունենանք երաշխավորած խաղաղություն, բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք մեր ժողովրդի համար։ Աստված պահպան մեր բոլորին։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Այողի վրա պատմություն կա գրված, այս հողի վրա հավատ կա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում։ Համակիրները Գագիկ Ծառուկյանին ջերմությամբ են ճանապարհում։ Վստահ, որ հաջորդ հանդիպման առիթը հաղթանակը տոնելն է լինելու։ Գործ է դառնում, հավատը ուժ է ծնվում, եկեղեցու սանգը մեր ձայնն է, խաչի լույսը մեր ճանապարհը։ Հավատքով եկել ենք։ Եթե լինի բարեփոխություն, միայն ինքը կարող անի այդ բարեփոխությունը։ Վստահում ենք ու ընտրելու ենք։ Երկրի սահմանների հարցը առաջնային է, որ հիմա պետք է լուծվի։ Գագիկ Ծառուկյանի, որ ասում է կարմիր գծով գնում է իր ծրագրի մեջ է։ Գագիկ Ծառուկյանին այո, վստահում եւ սիրում են նրա բոլոր այս գործերի համար։ Ինքը շատ ուժեղ կամեցող, ստեղծող, բարեգործ մարդ է։ Երիտասարդները վստահում են ու Գագիկ Ծառուկյանի կողքին են։ Մենք ապրում ենք Կոտայքի մարզում, հավատում ենք իրան, ընտանիքով միասնական ընտրելու ենք Գագիկ Ծառուկյանին։ Զոր հայրենասեր մեծ անձնավորություն է։ Ես անձամբ ընտրելու եմ, իմ ընտանիքը նույնպես մենք վստահում ենք նրան։ Ամեն հարցում վստահում ենք, որովհետև ինքը իր գործերով ապացուցել
մեծացել եմ ազգիցս։ Հավատում եմ, որ մեր երկրի համար եթե ինչ-որ մի բան կանի, ինքը կանի։ Ծնվել մեծացել եմ այստեղ, իմ համար միակը Գագիկ Ծառուկյան։ Ասածը լեռը քանդում, լեռներ շատ լավ ջերմությամբ ընդունեցինք, որովհետև Աբովյան եւ Գագիկ Ծառուկյան։ Հունիսի 7-ին համար 7։ Միանշանեք համար 7։ Իսկ մինչև այդ համերգային շքեղ ծրագիրն է հայ էստրադայի ամենասպասված աստղերի մասնակցությամբ։ Մինչև ուժ երեկո աբովյանցիները վայելում են հիշարժանորը, լցված վաղվա հանդեպ հույսով ու հավատով։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն